Պարոն նախագահ, եթե կարելի է մեր հարցերին պատասխանեք, պարոն նախագահ, ձեր կարծիքով եկեղեցու շուրջ սկսված այս զարգացումները ինչ վտանգավոր հետևանքներով են հղի, որովհետև այդ սև ուստատը կարծեք թե նաև առաքելական եկեղեցու շուրջ Ռեժիմի ներկայացուցիչները չունեն ոչ սրբություն, ոչ բարոյականություն և ոչ էլ արժանապատվություն։ Եկեղեցու դեմ կարող է աշխարհ ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ կամ լցված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարություններ։ Ինչ վերաբերում է Վեհապար Հայրապետին, ապա ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեխիղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։ Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն։ Այնպես որ համբերությամբ սպասենք։ Պարոն Սարգսյան, կիրակի օրը պատարագ է լինելու կարգալույծ եղածներ Արամն է հայտարարել, Փաշինյանն էլ մասնակցելու է կիրակի օրվա սուրբ պատարագին։ Դուք ձեր թիմից գնալու եք, չգիտեմ, այնտեղ Հովանավանք պաշտպանելու եկեղեցին, եւ ինչպես եք այդ եկեղեցին պաշտպանելու process-ը պատկերացնում։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը ամբողջովին կանգնած է Վեհապար Հայրապետի մեր եկեղեցու կողքին եւ մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհապար Հայրապետի հորդորով։ Հենց Վեհապար Հայրապետը կես